Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին դա անտրամաբանական է։ Ես բազում աշխատանքային նիստերում այդ խնդիրը բարձրացրել եմ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ, շարունակաբար եւ աներկբա կանգնելու ենք տնտեսվարողների կողքին, աջակցելու ենք նրանց եւ քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպերով շարունակեն աշխատանքը։ Այն ապրանքների մասով, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, անկեղծ ասած, շատ աջակցելու բան չենք տեսնում, որտեղ 8 տարի գործնականում այդ խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ եւ ամեն անգամ շատ մոտ լինելով կտրուկ եւ չոր որոշումներ կայացնելու եզրին, ոլորտները գալիս են, հավաքվում են, ասում են մեզ 6 ամիս էլ ժամանակ տվեք, ու այդպես 8 տարի անցնում է, հետեւաբար էլ ժամանակ չկա, նրանք ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մեր աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են։ Հեսա շարունակեմ, ուղղակի մի հատ ասեմ, ինչ ասեց։ Երեք Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարն ասեց, այո, դե մեր ապրանքը անվորակա, Ռուսաստանը հետ է տալիս այդ ապրանքը, որովհետեւ անվորակա։ Ռոսսելխոզնadzորի ղեկավարն ասեց, որ սա քաղաքական ճնշում չի, ձեր ապրանքը անվորակա։ Եվ Գևորգ Պապոյանը հաստատեց, որ այո, Ռուսաստանը քաղաքական ճնշում չի գործադրել։ Այն դեպքում, երբ որ ընտրություններից առաջ դա չէին ասում, ընդհակառակը ուռացնում էին, եթե Ռուսաստանը մեր վրա ճնշում ամենք էս կանենք, այն կանենք, ԵԱՏՄ-ից դուրս կգանք էս կողմեկով, այդ ժամանակ իրանց ձեռնտու էր, որ ասեին քաղաքական է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ապրանքն անվորակ է, մեր ապրանքը պետք է ինքնիշխանության հաշվին չտանք Ռուսաստանին, խնդրենք, որ ինքը ընդունի։ Քաղաքական որոշում կայացնենք, անվորակ ապրանքը տանք իրանց։ Եթե անվորակա, 8 տարի է պայքարում ենք, որ ապրանքը անվորակ չլինի, բայց տնտեսվարողները չեն համաձայնվում։ Ժողովուրդ դուք լսում եք մարդը ինչ ասում կառավարության նիստում։ 8 տարվա վարչապետն ասում է, մեր ապրանքը այնքան անվորակ է, որ նույնիսկ ռուսական շուկայում չի կարող գոյատևել։ Բայց քանի որ քաղաքական որոշում են կայացրել ռուսները, այդ անվորակը առել են, որտեղ մենք իրանց գործընկերն ենք, հիմա էլ ուղակի նույն ապրանքը մերժում են, բայց փաստ ունեն իրանց ձեռքին, լաբորատորիան ցույց է տալիս, որ անվորակ է։ Եվ 8 տարի դուք ամեն ինչ այլ եք, չեք կարողացել հասնել նրան, որ տնտեսվարողը որակյալ ապրանք արտադրի։ Բայց քանի անգամ ինձանից լսած կլեք, որ ասել եմ, եթե մենք որակյալ մրցունակ ապրանք չարտադրենք, ռուսական շուկայել չենք կարողանա մտնենք։ Իսկ եթե որակյալ արտադրենք, եվրոպական շուկայել կմտնենք, արաբական երկրներ կգնանք, հազարով մի տեղ կգնանք։ Ու եթե այսօր մենք ասում ենք, որ ապրանքը էժան ու անվորակ է, որտեղ ռուսական շուկայի համար է, մտցնում ենք Եվրոպա, դրանք գումարում է տրանսպորտային ծախսերը, դա մրցունակ չի, ուղղակի մեզ այսօր օգնում են։ Եթե մեր ապրանքը լիներ թանկ ու որակով, ապա գնողունակ պահանջարկը բարձր է Եվրոպայում։ Թանկ եւ որակով ապրանքի վրա տրանսպորտային ծախսներ գումարեիր, առնողը կառներ, որակյալ ապրանք կառնեի։ Բա նոր եք այդ մասին լսում։ Մեռանք բացատրելով։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում է, որ տեսեք, հա, արդարացնում է Ռուսաստանին։ Նա քաղաքական որոշում չի կայացրել։ Դուք անվորակ եք արտադրում, 8 ամիսը մեռանք ձեզ ասելով, դուք չուղղվեցիք։ Ձեր անվորակ ապրանքը իրացնելու համար մենք չպետքա չարչարվենք։ Գնացեք ինչ ուզում եք արեք։ Բայց այն որ այնպես արել եք, որ այդ անվորակ ապրանքն է արտադրվում, եւ մի տնտեսական համակարգում ենք գտնվում, որ դարձել ենք նրա գերին, որտեղ ինքը պատրաստ է անվորակ ապրանք առնել, ու մենք էլ པարզ հարց ենք տալի, բա մենք ինչ ենք ուտում, եթե մեջի որակով է գնում արտահանման ու լավ գիտենք հատուկ ընտրում են ուղարկում։ Անվորակը տալիս են մեզ, որ մենք ուտենք։ Դուք ինչ եք տալիս մեզ։ Ուրա ձեր լաբորատորիաները այս խելքով եք ուզում ճանապարհը բացեք Թուրքիայի ու Ադրբեջանի ապրանքների առաջ։ Եվ որ արդեն ակնհայտ է ձեր մոտ ինչա կատարվում։ Ու այդ անվորակ ապրանքը որտեղ եք վաճառել Թուրքիայի ու Ադրբեջանի ապրանքը, որ մտնի Հայաստան։ Էժան գնով։ Մենք չենք կարող մրցակցել իրանց հետ ապրանքի էժանությամբ էլ, թանկությամբ էլ։ Նրանց վրա այդ ապրանքը ավելի էժան է նստում։ Նույնիսկ տրանսպորտային ծախսն էլ էական չի դրանց համար, որտեղ այնքան էժան է նստում։ Այս է վիճակը։ Այդ դրա համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նորից շրջվելու է դեպի Ռուսաստան, որովհետև անվորակ ապրանքը Եվրոպան ձեռք է մեկնում իրավիճակային, բայց վաղը դեպի որակով դառնա մի օրում չի դառնալու։ Հիմա շարունակում է Փաշինյանը։ Մենք շարունակում ենք տեսնել, թե որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել, իհարկե բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով նկատի ունեն, որ ապրանքն ու արտադրանքը համապատասխան են ստանդարտին ու համապատասխանելու պայմաններում ունենան որոշակի խնդիրներ, նշել է Փաշինյանը։ Եթե ձեր ապրանքը որակով է, մենք տարբերակը կգտնենք, դա կիրացնենք։ Եթե ձեր ապրանքը անվորակ է, կմնա ձեր վրա։ Ու այդ անվորակ ապրանքը հիմա ողողված է մեր ցանցերում, մեր շուկաներում։ Այն որով դուրս չի գնում։ Հիմա ամբողջական հոճի տանում Եվրոպան։ Սա է վիճակը ժողովուրդ։ Ու մենք այս ամեն ինչը տեսնում ենք եւ մեր իշխանությունները խոստովանում են, որ այո, անվորակ ապրանքը Ռուսաստանը ստացել է, հիմա Ռուսաստանը չի ստանում ու ինքը ճիշտ անում, որովհետեւ ինքը փաստաթուղթ ցույց տալիս ուսումնասիրության ստուգման արդյունքը եւ մեր էկոնոմիկայի նախարարն ու վարչապետը խոստովանում են, որ դա այդպես է։ Այս ձևի եք տնտեսություն վարում, այս ձևի եք ասում ԵԱՏՄ-ի հետ մենք հեռանկար ունենք, զարգանալու ենք, խորանալու ենք, ընդլայնվելու ենք։ Այս ձևի եք բացատրում, որ մենք Եվրոպա գնալու ցանկություն չունենք, օրակարգ չունենք։ Այս ձևի եք կարծում, որ մենք այնքան կզարգանանք, կբարձրանանք, կհասնենք ճամփաբաժանի, նոր կորոշենք Եվրոպա ենք գնում, թե ԵԱՏՄ-ում ենք մնում։ Եթե նույնիսկ Եվրոպան մեզ չընդունի, մենք կլինենք եվրոպական ստանդարտի պետություն։ Այս մակարդակով է եվրոպական ստանդարտի պետություն, երբ որ խոստովանում եք, որ 8 տարի չեք կարողանում անվորակ ապրանքի դեմն առնել։ Սա է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան դիմելու են Ռուսաստանին հավաքական ընդդիմության անունից, դեռ չի հավաքվել, բայց արդեն նրանց անունից, որպեսզի կարողանան կանգնեցնել այս process-ը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի։ Սա վերաբերում է հայ ժողովրդին։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի այն կանգնեցնելու։ Մենք դա վերցնելու ենք մեր ձեռքը եւ փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլով տուժում է հայ ժողովուրդը եւ բիզնեսմենը։
Ես չեմ հասկանում, Սամվել Կարապետյանը չի լսել Ռոսելխոզնadzորի ղեկավարին, որն ասել է ապրանքն անորակադրամար ենք հետ ուղարկել։ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի չի։ Ռուսաստանի քաղաքացիները իր հայրենակիցները չէ։ Այսինքն դու Ռուսաստանի հետ խոսելու ես, որ անորակ ապրանքը Ռուսաստանի սպառողը ուտի հանուն Հայաստանի, բայց դառաշ այն մյուս երկրի դավաճան։ Այսինքն ինչ ես համոզելու Ռուսաստանին, որ անորակ ապրանքը Ռուսաստանն ընդունի։ Մենք խոսում ենք, որ անորակ ապրանք չարտադրենք։ Խոսում ենք ծանոթ գտնենք այդ անորակ ապրանքը վաճառենք։ Որտե այդ անորակ ապրանքը մեր քաղաքացիներն էլ ուտում։ Այսքան հիվանդությունը չգիտեք ինչից է։ Ես սնունդից է եւ օդից է, չգիտեք ինչա կատարվում։ Լավ բժիշկներին մի հատ հարցրեք, հրապարակային շատ բաներ չեն ասում։ Լա իրանց փակ տեղերը իրանց զեկույցները մի հատ ուսումնասիրեք։ Տարբեր հիվանդությունների հետ կապված ինչա կատարվում մեր ազգի հետ։ Չգիտեք։ Բայց սա ի՞նչն եք հարցը լուծում։ Այդ ձևի հարց Նիկոլ Փաշինյանն էլ է լուծել էլի։ Մինչև մի գնացել է Ռուսաստանի հետ խոսացել է, ապրանքը ընդունել են։ Անորակն ընդունել են։ Ասել է այլ ինչ գնանք Եվրոպա, եթե մեր ապրանքը Ռուսաստանում առնում են։ Հիմա նույն բանն եք ուզում անեք։ Էլի չմտածենք ոնց անենք որակյալ արտադրենք։ Բակարդակը տեսնում եք, Ժորժան, ինչի մեջ է պայքարը գնում։